Ալո։ Քեզ ինչ եղավ Արմո։ Չգիտեմ, ձյալ Սակո։ Մի տեսակ լարվում եմ։ Մերոնք էլ ուզում են գան Երևան։ Չգիտեմ ոնց կլինի։ Ես շատ եմ ուզում ձեզ օգնեմ։ Գիտեմ, որ լուրջ թեմա, պետքա լուծենք։ Բայց սիրտս անհանգիստ է։ Ինչ օգնել Արմո։ Մենք իրար հետ նույն գործի մեջ ենք։ Հա, բայց ես մենակ եմ մնում այդտեղ։ Արմո, հեռախոսով խոսելու թեմա չի սա։ Դու շատ լավ գիտես, որ իմ ընտանիքի անդամն ես, ես էլ քո։ Դու Իրիկունը արի, խոսենք կհասկանանք իրար։ Չգիտեմ, շատ բան անում իմ վրա։ Ասում եմ հեռախոսի թեմա չի, տղա ջան։ Իրիկունը կգաս կասեմ։ Հիմա մենակ ես։ Հա, մենակ եմ, Նարեն հետս չի։ Շատ լավ։ Իրիկունը կսպասեմ քեզ։ Արմոներ, ինչ էր ասում։ Վախեցել է։ Իսկ դու ասում ես իմ ձևերով լուծեմ հարցը։ Հիմա Արմոին պետք չի վախեցնել։ Հիմա պետք է Արմոին ուշքի բերել։ Հասկացար։ Այդ դրա համար եմ ասում, որ համբերի տղա ջան, համբերի։ Հիմա կարող եք ձեր մաշկը նայել, որովհետև վերջնական արդյունքը մի քանի րոպեից եք տեսնելու։ Բարև ձեզ մի րոպեով կարելի է։ Լիլիթ աշխատում եմ։ Ձեզ էլ բարև, հյութ կուզեք։ Չէ, շնորհակալ եմ։ Կներեք, էլի։ Դե իսկ քո սիրած համն եմ բերել։ Ապրես։ Համը եկել եմ ուրիշ բան հարցնել։ Ուզում եմ իմանալ դու վռամը վերջ։ Հա, վերջ։ Վրամը իր ընտրությունը կատարել է ու այդ ընտրությունը ես չեմ, ինչքան էլ որ սիրում եմ իրեն։ Ու կխնդրեմ էլ Վրամի անունը ուղղակի չտաս։ Դե լավ կներես։ Կներեք, էլի։ Գերեզմաններ է գնացել։ Այդ հիմա միակ տեղն է, որ գնում եմ։ Ու երբ որ գնում եմ, կյանքս ավելի է բարդանում։ Ես գիտեմ, որ այս թեման քեզ ցավոտ է, բայց ասեմ ու անցնենք։ Ուղղակի ուզում եմ իմանաս։ Ես փորձեցի գտնեմ հորդ։ Մորքուրդ էր խնդրեմ։ Բայց հետն էլ չկա։ Այն կնոջից ինֆորմացիա կա, սա քո քրոջից, բայց հորիցդ ոչ մի բան։ Ես դրա համար եմ մտածում, որ երևի թե իրար հետ չեն։ Դե Հայկ ջան, աշխարհն է շուրջ գա, արունը ջուր չի դառնա։ Հերետ է, կարող է մի օր հետաքրքրվես։ Հետաքրքիր է, որ հենց այսօր ասեցիր դրա մասին։ Դու գիտես, որ ես միտք չունեմ հորս գտնելու, բայց հենց այսօր այս հորինը սա։ Ու եթե հիմա դու ասես, որ աշխարհում սրանից 1000 հատ կա, մեկը ես վստահ եմ, որ այս հենց հորս ժամն է։ Ու գիտես ում մոտ էր։ Ում։ Ադամյանների։ Ոնց։
Ես չգիտեմ դու ինչ ինֆորմացիա ունես, բայց ես արդեն սկսում եմ կասկածել, որ հերես ու Սաքոն լեզու են գտել իրար հետ։ Ու կարող է շփվում էլ են։ Չեմ կարծում։ Այս ամբողջ ընթացքում այս ժամը Սաքոյի մոտ է եղել։ Հայկ դու դրանց տուն ես գնացել։ Չէ։ Բա ո՞նց է ժամացույցը քո մոտ հայտնվել։ Նարեն ա տվել։ Սաքոյի աղջիկը։ Իսկ Նարեն ուրիշ է։ Ինչով է ուրիշ է, Ադամյան չի։ Ադամյանա քերի։ Բայց չգիտեմ, Նարեն ուրիշ աղջիկ է։ Ինքը շատ ազնիվ մարդ է։ Ես զարմանում եմ, ոնց կարելի է Ադամյան լինելով հանդերձ այդքան մաքուր լինել։ Ոնց կարա տենց ստացվի, չգիտեմ։ Բայց դե ստացվել է։ Աղջիկա մասին խոսալուց զենը տելա փոխվում, հայացքը տելա փոխվում, ինչ հեղի ապեր։ Դու մոռանում ես, որ այդ ընտանիքը քո թշնամին է։ Ու դու գիտես, որ իրancs հետ շփվելը ընդհանրապես քո համար մեղքի պես բան է։ Քերի, ես ոնց կարող եմ շփվել իր հետ։ Ոչ մի կապ չունենք մենք։ Ուղղակի ասում եմ, որ այդ աղջիկը ուրիշ է։ Բայց սկիզբն ապեր։ Սկիզբն ու վերջը։ Ես այդ ընտանիքի հետ ոչ մի կապ չեմ կարող ունենամ։ Ես չգիտեմ քո մտքով ինչ է անցել, որ տենց բան ես ասում, բայց այդ հաստատ իմացի։ Ես ատում եմ դրանց։ Ուր էիր։ Հարց եմ տալիս, ուր էիր։ Ուր թողեր ու փախար։ Հայկի հետ էի հանդիպան։ Ձեռքս թող։ Սենց ավելի կոնկրետ կլսես ինձ։ Հենց հիմա բարձանում ենք հորդ մոտ։ Հերդ տաք կոֆեն ու կանֆետները դրած ինձ է սպասում։ Մի հատ էլ մեծ թուղթ, որ դեմքիս հովանի ինձ լավ զգամ։ Ինչ ես խոսում։ Այն եմ խոսում, որ մեղմ ասած հորդ գործերը, կեղտոտ գործերը սաղ իմ անունով են։ Վաղ ինձ ոստիկանություն են կանչել։ Ու ես հենց այսօր հորդ ասել եմ, որ հոգնել եմ այդ գործերից։ Ու այն ամեն ինչը, որ իմ անունով է, ես կասեմ։ Բայց դու լավ գիտես, կարաս փրկես իրավիճակը։ Ում եմ օգնում։ Ապագա կնոջս ընտանիքին։ Ինչ ես դուրս տալիս Արմեն։ Մորդ հարցրա։ Ինքը լավ գիտի։ Դու էլ մի ամիտ աղջիկ չես։ Քեզ չի խաբի։ Եթե չես ուզում հորդ ձենը 10 տարի հետո լսես։ Դու լավ գիտես ինչ պիտի անես։ Թե չէ ինչ շատ չկա։ Հորդ ձեռնել, աղբորդ ձեռնել բռնած կթռնեմ այդ փոսի մեջ։ Ես հորիցդ էլ ու աղբորիցդ էլ շատ եմ քրտնել։ Բայց ոնց տեսնում ես, ձեր նման չեմ ապրում։ Բայց ոչինչ, հնարավոր է փոխել։ Ուզում ես հորդ մեղմ ձայնը լսես ու հասկանաս։ Սոնայի թեմայով ենք հանդիպել։ Ու այդ հանդիպումից հետո իր ընտանիքում հարցեր են առաջացել։ Դե հիմա քերի ամեն պարագայում այդ մարդը ինձ օգնել է, ես էլ բան շնորհակալ մարդ չեմ։ Լավ, ասենք այս թեման փակ է։ Անց չստացվի, որ Սոնային հիմի խելք ու պատիվ ենք սովորացնում, մտածելով, որ աղջիկա չի խորանում այդ թեմաների մեջ։ Հետո էլ պարզվի, որ
Մենք ենք սխալ։ Այս ժամացույցի հարցը բարձել է պետք։ Ես քեզ ազնիվ ասեմ, հերդ սուրբ մարդ չէր, բայց իմ իմացած Աշոտը սենց բան չէր անի։ Նա եթե քո ասածով լինի, ու ինքը շփվում էր իր հետ, այդ մի բան է, իսկ եթե ինքը շփվում էր իրանց հետ, ուրեմն ինքը գիտեր իրանք ինչ են արել։ Ու դու մտածում ես այդքանից հետո ինքը հետները բարեկամություն կաներ։ Գիտես քեռի, մենք որ անտեր մնացինք, հետո ես Բերտ ընկա, տատս ու պապս մեռան։ Մի անգամ գոնե չզանգեց իմանալ ոնց ենք։ Լավ ենք, լավ չենք։ Եթե այս ժամացույցը հայտնվել է դրանց մոտ, ուրեմն ինքը ամեն ինչից էլ տեղյակ է։ Չգիտեմ հիմա Լալայի հետ է, թե ուրիշ մեկի, բայց փաստը այն է, որ այդ մարդը թքած ունի մեր վրա։ Ոչ մի անգամ չի ուզում հետաքրքրվի։ Այս ժամացույցը ամեն ինչ իրար խառնեց։ Քանի կար ասում ես չեմ կարա այս ժամացույցից կտրվեմ, որովհետև հերս է նվիրել։ Բայց հիմա հայտնվել է Սակոյի մոտ։ Ուրեմն ամեն ինչից էլ տեղյակ է։ Ուրեմն կապի մեջ է Սակոյի հետ։ Երևի այս ժամն էլ հաշտվելու պատվին նվիրել է Սակոյին։ Լսեցիր։ Կներես, որ հեքիաթիդ վերջը տվեցի։ Բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Աղբերդ էլ հերդ էլ ինձանից են կախված։ Հետո ինչ որ թողնում եմ վռամը իրան լավ զգա։ Հիմա ասնենք այդ մարգարի լակոտին։ Այդ քեզ ասելա, որ 2 տարի շուտ պայմանականով դուրս է եկել։ Ու եթե հանկարծ մի հատ ճանճ տրորի, հետա գնալու Բերտ։ Ու այս անգամ ավելի շատ։ Հիմա դու ես որոշելու։ Ստեղից օֆիս 2 քայլ է։ Որոշի, որ գնանք։ Հետդ եմ։ Ձերքս։ Որոշի, որ գնանք։ Ձերքս ասում եմ, բաց թող։ Ասում եմ, որոշի, որ գնանք։ Էս ինչա կատարվում։ Խոսա Արմո։ Կներես։ Մի քիչ ջղայնացրել էր։ Այդ ոնց ես ջղայնացել, որ փողոցի մեջտեղում ձեռից քաշում ես Արմո, հա։ Դու էլ կջղայնանայր։ Պարզվում է մարգարենց լակոտն է եկել մոտ ու մի հատ էլ նեղացրել է։ Ու ինչ չի ասել։ Նոր եմ իմանում դրա մասին։ Նարե։ Էս ինչ է խոսում Նարե։ Այդ լակոտը մոտեցել է քեզ ու նեղացրել է։ Դու ինչ չես հավատում։ Հայկը ինձ չի նեղացրել։ Բայց հանդիպել եք։ Դու օֆիս գնա Արմո, ես հեսա կգամ։ Էս իմ թեման էլ է վրան։ Լուրջ։ Հա։ Որ քո թեման լիներ, հաստատ ինձ չէր հասնի։ Գնա օֆիս, ես հեսա կգամ։ Գնա քրոջս հետ 2 բառ փոխանակեմ Արմո։ Երդվում եմ, Հայկոն ինձ չի նեղացրել, մի թութու բառ էլ չի ասել։ Հայկոն, հա։ Վրամ խնդրում եմ մի ինքի բառերի հետևից։ Այսինքն Արմոն խափում է։ Արմոն սխալ է հասկացել։ Ամեն դեպքում ինչ-որ մի բան եղել է, չէ՞ որ Արմոն սխալ է հասկացել Նարե։ Չէ։ Ձեռ ես առնում։ Վրամ մենք ընդհանրապես Սոնայից ենք խոսել։ Չեմ հասկանում, այդ երբ վանից է Սոնային վերաբերվող հարցերը քո հետ քննարկում։
Վրամ դու ինձ սխալ հասկացար։ Ես սխալ եմ հասկանում, Արմոն սխալ է հասկանում։ Չես զգում ինչ որ շատ ես ամեն ինչ իրար խառնել Նարե։ Ես ձեզ ասեցի, չէ, որ տեսել եմ Հայկին։ Ասեցի, չէ, Սոնային էի տուն տանում, հանդիպել ենք։ Նարե, այդ ժամանակ դու ընդամենը ասել ես, որ տեսել եք ու անտարբեր բարևել անցել եք, իսկ հիմա լրիվ ուրիշ բան ես ասում։ Ամեն ինչ շատ ես խառնում իրար։ Հա, Վրամ, ընդամենը 2 բառ ենք խոսել։ Ուղղակի Հայկը հարցրեց ինչի է Սոնան իմ հետ ու ինչի եմ ես իրան տուն տանում։ Այդ 2 բառն ենք խոսել, նորմալ է, չէ, աղբեր է, իրան աղբոր նման է պահել, հետաքրքրվել է, թե ինչի է քուրը իմ հետ։ Դու էլ լինեիր, տենց կանեիր, նորից եմ կրկնում, մենք ընդամենը խոսել ենք 2 բառ, շատ սառը։ Հայկը ինձ հարցրել է, Սոնան ինչի է իմ հետ, ես ասել եմ, որ ուղղակի Սոնային տուն եմ բերել, այդքան բան, ես չգիտեմ, ինչի է Արմոն ես հարցը սարքել հայոց հարց։ Բայց ես քեզ բան եմ ասում, Արմոն ամեն ինչ սխալ է հասկացել։ Ուրեմն ուշադիր ինձ լսի Նարե։ Մյուս անգամ չփորձես ինձ համեմատես այդ Մարգարի լակոտի հետ։ Ու ասենք թե դու ճիշտ ես ասում ու քեզ չի նեղացրել։ Այդ պարզելը ընդհանրապես բարդ բան չի։ Ու հետո կարաս ինձ բացատրես ինչի ես սենց լացակումած աչքերով պաշտպանում այդ լակոտին։ Ես չեմ պաշտպանում իրան ու հարցը պաշտպանելը չի։ Ես չեմ ուզում, որ Հայկը մտածի մի փոքր բանից մեծ պատմություն եմ սարքել ու չեմ ուզում, որ դու անախորժ վիճակի մեջ հայտնվես։ Արդեն այդքան կարևոր է, հա, քո համար այդ լակոտը ինչա մտածելու, ինչ չի մտածելու Նարե։ Չէ։ Տուն գնա։ Տուն գնա։ Վրամ, խոստացի, որ տակ գլխով որոշումներ չես կայացնի։ Ուշադիր ինձ լսի։ Եթե ես տակ գլխով որոշումներ կայացնող լինեի, լիքը բան ուրիշ կլիներ Նարե։ Չնայած երևի բարին էլ էր, պիտի լիքը բան ուրիշ լիներ։ Տուն գնա։ Տուն գնա Նարե։ Չի եկել Արմոն։ Եկել է, դուրս եկավ զանգելու, հեսա կգա, ինչ է եղել։ Ոչ մի բան։ Քեզ թվում է ես կատակ էի անում։ Քեզ որ մի քիչ էլ վատ պայես, այդ ժամանակ իմանաս ով է։ Եթե քեզ թվում է, որ ես քեզ հավատացել եմ, սխալվում ես։ Քեզ շատ լավ եմ ճանաչում։ Ուղղակի դու սրանով ապացուցեցիր, որ ավելի տականք ես, քան ես մտածում եմ։ Ամոթ է։ Հորս ձեռի հացն ես ուտում, հետևից ինչ-որ բաներ ես հորինում։ Եթե չես հավատում, այդ քո խնդիրն է։ Ես քեզ տարբերակներն ասել եմ, ոնց կարաս ճշտես։ Մորիցդ հարցրում։ Ու ընդհանրապես վերանա եւ վերաբերմունքդ իմ հանդեպ։ Կամ էլ դու ինձ հասկացար։ Ու հետո գոնե մի տոկոս հավատացել ես, չէ՞ որ վռամի մոտ քեզ տենց պահեցիր։ Հայն Մարգարիտ հորան հետ կապված էր։ Չմոռանաս, որ մի հատ աննշան բան ու կարա հայտնվի Բերդում։ Այսօր էլ կհանդիպենք։ Առայժմ Նարե։ Ու երկար եմ քեզ սպասելու, Արմո։
Կարևոր բան էի խոսում դա։ Ուրեմն ուշադիր ինձ լսի, քանի պապան ստեղ չի։ Մյուս անգամ, Արմո, ես չտենամ, որ դու Նարեին նեղացնես կամ քաշքշես, հասկացար։ Նարեն պատահական աղջիկ չի։ Տղամարդ ես, տղամարդու նման լուծի հարցերդ։ Հասկացար։ Այդ ընդունում եմ։ Տաքացած էի, սիրուն բան չստացվեց։ Մյուս անգամ, որ տաքացած լինես, այս ասածներս կհիշես, Արմո։ Դու գիտես, որ ես տենց բաներ չեմ սիրում, ու գիտես, որ համբերությամբ էլ չեմ փայլում։ Իմ դուրն էլ շատ բան չի գալիս։ Բայց եթե պետք եղավ, անելու եմ այն, ինչ ճիշտ եմ համարում։ Նարեի հարցը իմ հարցն էլա, չէ՞։ Այ քեզ բան։ Չգիտեմ էլ ուրախանամ, թե ինչ անեմ, Արմո ջան, ես ինչ ուժեղ տղա ես դարձել դու։ Մնում է չշփոթես, ում հետ ոնց ես խոսում, գիտես։ Դե նկատի ունեմ Մարգարիտ հորի հետ կապված։ Ինչ հարց լինի, ես եմ լուծելու։ Ուրեմն ուշադիր ինձ լսի, Արմո։ Քանի դու Նարեի հետ ամուսնացած կամ նշանված չես, քեզնից առաջ կամ ես, ու այդ հարցերը լուծելու ձևը քեզնից լավ գիտեմ։ Պապան կգա կանցնեք գործի։ Չլսեցիր ոնց էր պաշտպանում դրան։ Չէ՞ դա նորմալ է։ Հետո էլ ասում ես հանգիստ եղի, Արմո։ Առաջ դու էլ էիր ասում, որ Նարեի հետ խիստ է պետք լինել։ Պապադ շատ է երես տվել։ Ինքնա քեզ ասել, որ նեղացրել է։ Չէ։ Բա ով։ Ընկերուհու հետ էր խոսում, լսել եմ։ Որ ընկերուհու։ Հիմա է դա կարևոր։ Պաշտպանում էր դրան։ Պարզ չի, որ ինչ-որ շփում կա իրանց միջև։ Նարեն, իմ քուրն է, Արմո։ Մի բան էլ ասեմ, ու էլ այս թեմային չվերադառնանք։ Որոշել ես սա քո հետ խոսես։ Գնա, խոսա։ Ես չեմ խառնելու։ Բայց երկար մտածի հարցերի վրա։ Ու իմացի, որ պատասխան ես ստանալու։ Դրան է պատրաստ եղի։ Հայկ, դու կյանքումդ շատ բան ես կորցրել։ Բայց մի բան կա, որ կորցնես, էլ ապրելդ իմաստ չի ունենա։ Թասիբիտ ուշադիր եղի։ Լավ մտածի ապեր, նոր գնա։ Ես չեմ հասկանում, քեզ ինչ եղավ, Արմո։ Ոչ մի բան։ Արմո, կարողա չես իմացել ինչ ենք անում, ոնց ենք անում։ Հենց ես զարմացել, ոնց որ քեզ ստիպել ենք։ Ոչ մեկ ոչ մի բան չի ստիպել, ջեցակո։ Ամեն ինչ նորմալ է, կանեմ նենց ոնց պետք է։ Ոչինչ։ Այս բայերը անցնի ամեն ինչ կփոխենք։ Ոչ մի բան էլ պետք չի փոխել, վրամ։ Դե մարդ եմ, ես էլ մի փոքր շփոթվել էի։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ Ու ոնց որ ձյացակոնը ասում, մի ընտանիք ենք, չէ՞։ Ինչ տարբերություն։ Ոչ մի լուրջ խնդիր էլ չի լինի։ Ամեն հարց էլ կլուծենք։ Մենակ այդ ընթացքում իրար չխառնվես, ամեն ինչ նորմալ կլինի։ Ամեն ինչ կանեմ նենց ոնց պետք է, ջացակո։ Նարե։ Նարե, քո հետ եմ։
Այս ի՞նչ է վիճակդ։ Ինչ է եղել։ Ոչ մի արտառոց բան։ Ուղղակի աշխատանքային խնդիրներ են։ Աշխատանքային։ Էդ ինչ աշխատանքային խնդիրներ են, որ այս վիճակում ես տուն եկել։ Հա, մամա ջան, աշխատանքային խնդիրներ են։ Առօրյա սովորական գործեր։ Ախր Նարե ջան, 1000 ենք քեզ ասել, մի աշխատի։ Ինչի ես քեզ տանջում։ Ինչի։ Որովհետև մենք ամեն ինչ ունենք։ Հա, ինչ որ բանի կարիք ունես։ Մամա ջան, կներես, որ հերվից չեմ գալիս։ Պարզ, ուղիղ հարց եմ տալիս։ Մեզ որտեղից էս ամեն ինչը։ Այսինքն Մենք յուղում էինք ապրում, վատ չէինք ապրում, ամեն ինչ ունեինք։ Հետո տեղափոխվեցինք քաղաք։ Շատ կարճ ժամանակում միանգամից բոլոր հնարավորությունները բացվեցին։ Կասես ոնց տեղի ունեցավ այդ ամեն ինչը։ Նարե, այս ինչ հարցեր են։ Ինչ է կատարում հետդ։ Մամա, ես իրավունք չունեմ իմանալու։ Ես երեխա չեմ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ մարդիկ, ովքեր որ օր ու գիշեր աշխատում են քրտնաջան, կարճ ժամանակում չեն կարողանում հասնել պապայի ունեցածի կեսին։ Մի հատ կասես ոնց տենց արագ ստացվեց, որ պապան այս ամեն ինչը ունեցավ։ Ես էլ եմ այս տանը ապրում, օգտվում եմ այս ամեն ինչից։ Իրավունք ունեմ, չէ՞ իմանալու։ Մամա, պապան անօրինական գործերով է զբաղվում։ Ոնց ես համարցակվում տենց բան ասել, Նարե։ Դա պատասխան չէր։ Ուրեմն ուշադիր լսի ինձ։ Ես երբեք հորդ գործերին չեմ խառնվել։ Կինը միշտ իր դիրքերում պետք է մնա։ Չխառնվի։ Ավելորդ հարցեր չտա։ Տղամարդը ինքը գիտի ինչ է անում ու ոնց։ Ու ոնց է այդ ամեն ինչը կարգավորում։ Կարգավորում։ Հա, կարգավորում։ Փաստորեն կասկածները ճիշտ էին։ Ես նման բան չասեցի, Նարե։ Մամա, էլ ոնց ասես։ Կարող է հիմա գնաս ու այդ հիմար մտքերդ վրամի ու հորդ մոտ արտահայտես։ Չէ, մամ ջան, մի անհանգստացի։ Ես վրամին ոչ մի բան չեմ ասի, որովհետև հիմա ինքը ավելի մեծ ցավի մեջ է։ Ինչ ցավ։ Վրամը ինչ ցավ ունի։ Ինչի մասին ես խոսում։ Եթե այդ աղջկա մասին ես խոսելու, ավելի լավ է չշարունակես, լավ։ Վրամը սիրում է Սոնային։ Ու ընդհանրապես վրամը առաջին անգամ է սիրում։ Կապ չունի, որ բաժանվել են։ Ինքը մեկը չի հանգստանալու։ Ինչ է նշանակում չի հանգստանալու։ Այդ աղջիկը առաջին ու վերջինը չի, հասկացանք, որ սիրում է։ Ես չեմ ուզում, որ մենք որևէ կապ ունենանք այդ ընտանիքի հետ։ Հասկանում ես, թե չես հասկանում։ Հա, ես հասկանում եմ, որ իրանց միությունը անհնար է։ Ես Սոնային էլ եմ այդ ասել։ Ուղղակի երբ որ մարդ սիրում է, իսկ վրամը սիրում է Սոնային, դժվար է համակերպվում իր սիրած մարդու կորստի հետ։ Ու հետո այդ սերը հոդս չի ցնդում։ Ինչ որ ձև պիտի պորտ կա, չէ։ Դու հիմա վրամի մասին ես խոսում, բայց ինձ մոտ անենց տպավորություն է, որ ուրիշ մարդու մասին ես խոսում։ Ում մասին։ Քո Նարե։ Դու քո մասին ես խոսում, Նարե։ Քո ճանապարհն ես հարթում։ Մամ, լավ էլի, ես ինչ կապ ունեմ։ Դու վստահ ես, որ կապ չունես այդ ընտանիքի հետ։ Հմ։ Պատասխան չկար։
ջան։ Մի րոպե սպասի։ Հորդ մոտ ես եղել։ Չէ։ Բա ինչի էր այդ հարցերը տալիս այսօր։ Հարցեր էլի մամա ջան, տվեցի անցավ գնաց։ Բալես։ Ախր ես քեզ լավ եմ ճանաչում։ Դու հենց տենց հարցեր չես տալիս։ Ինչ որ մեկը քեզ բան է ասել։ Ոչ մեկ ինձ ոչ մի բան չի ասել։ Բալես, ես քեզ խնդրում եմ, այդ հարցերը հորդ չտաս լավ։ Առանց էդ էլ խառը վիճակա։ Հա, իմիջալուց այն ժամացույցը տվեցիր նորոգելու։ Հա, կբերեմ վաղը։ Կարելի է։ Ինչի քնած չես։ Տեսա, որ Արթունես հանգիստ եկա, որ խոսեմ հետդ։ Ինչ է անցել մտքովդ այս ժամին նարը։ Ուղղակի ուզում եմ խոսենք։ Կոնկրետ բան ունես ասելու։ Վրամ, մենք այսքան տարվա մեջ երկու բառից ավել չենք փոխանակել։ Ու այդ նորմալ չի։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Մենք նույն ընտանիքում ենք մեծացել, դու իմ հարազատ աղբերն ես։ Ու ես շատ լավ գիտեմ, որ այն ինչ որ դու իսկապես զգում ես, դու երբեք դրա մասին չես ասում, չես խոսում։ Ես քեզ խնդրում եմ, եթե անգամ դու չես ուզում ինչ որ բան ասես, ուղղակի լսի ինձ։ Խնդրում եմ, Ռամ։ Կտաս ինձ ժամանակ։ Բարի գիշեր։ Սպասի։ Գիտես չեմ նկատել, որ հետս չես ուզում խոսաս։ Խոսալուց էլ նենց ես քեզ պահում, ոնց որ ես քո թշնամին լինեմ։ Թշնամիս չես, բայց լավը ցանկացողն էլ չես։ Այսինքն քո պատկերացմամբ լավը ցանկացողը ոնց է լինում։ Եթե դու հարազատիդ տեսնես, որ քայլելու ընթացքում ոտը պիտի դնի խորը փոսի մեջ, ինչ կանես, ձեռքից չես բռնի, կթողնես ընկնի այդ փոսը։ Հայկ ձեռքս բռնել ես, փոսնել չեմ ընկել, ամեն ինչ կարգին, ամեն ինչ լավ է, կարևորը քո նամուսն ու պատիվը մենք պահել ենք։ Դուրս չի գալիս ընդհանրապես այս խոսալու տոնը։ Ու ես քո հետ շատ մեղմ եմ ուզում լինեմ, բայց բոլոր չափերն անցնում ես Սոնա։ Մենք ինչ որ պահից իրար հետ ենք մեծացել։ Ու դու գիտես ես ոնց եմ ապրել։ Բոլորից լավ գիտես այդ, թե ինչերի միջով եմ անցել, ոնց եմ գոյատևել։ Ու հիմա աբսուրդ է, որ ես քեզ պիտի բացատրեմ, ու դու նոր հասկանաս։ Դու ամեն ինչ գիտես, Սոնա։ Գիտես իմ այդ դաժան օրերի պատճառը ում ընտանիքն է եղել։ Ես ու դու միշտ կես խոսքից իրար հասկացել ենք։ Շատ անգամներ բան ասելու կարիք էլ չի եղել, նայել ենք իրար ու հասկացել ենք ամեն ինչ։ Հիմա ինչ փոխվեց։ Ուզում եմ հասկանամ այդ ընտանիքի պատճառով հիմա դու իմ հետ սենց ես խոսում։ Հա? Հիմա ամենավատն է, որ ես փորձում եմ ճիշտ բառեր գտնեմ հարազատ աղբորս հետ խոսալու համար։ Իսկ այդ նորմալ չի, հասկանում ես։ Տենց չպիտի լինի։ Ախր մենք այս աշխարհում բացի իրարից ում ունենք, էլ ոչ մեկին։
Գիտես, երբեմն իմ կյանքում լինում են իրավիճակներ, որ ես ուզում եմ գամ, կիսվեմ քո հետ, խոսամ, պատմեմ, քեզնից խորհուրդ հարցնեմ, մի բան ասես։ Բայց մտածում եմ, որ ճիշտ չի քո հետ գալ խոսալը։ Վախենում եմ։ Ու ամենավատն է, որ ես լացելու բան է։ Բայց ես հիմա ժպիտով եմ պատմում։ Սկսում եմ արդարանալ, որ հարազատ աղբորս հետ խոսալու ցանկություն ունեմ։ Նարե, ինչ որ ուզում ես ասես, ասա ու գնա քնելու։ Մենք այսօր խոսել ենք։ Նարե, այն ինչ այսօր խոսեցինք արդեն անցել է։ Պետք չի մի բանը 1000 անգամ կրկնել։ Մենք խոսել ենք Հայկի մասին։ Իսկ հիմա ասելիքս Սոնային է վերաբերում։ Վրամ, դու իմացար, որ մոտս է եկել Սոնան։ Բայց ոչ մի բան չասեցիր, հարցեր չտվեցիր, չարձագանքեցիր։ Ես ուզում եմ հասկանամ իսկապես մեկը քո համար։ Նարե, Թե դու էլ չգիտես ոնց խոսես հարազատ քրոջդ հետ։ կլինի չբարդացնես ամեն ինչ այդքան։ Կլինի։ Քեզ այդքան նեղացրել է իմ ու Նարեի խոսակցությունը։ Ես Նարեի դեմ ոչ մի բան չունեմ։ Ես էլ։ Դրա համար հետը գոնե 2 բառ փոխանակում եմ։ Հայկ, քեզ թվում է ես երեխա եմ ու ոչ մի բան չեմ հասկանում։ Սոնա, այս կյանքում ամենակարևորը իմ համար քո երջանկությունն է։ Ու հավատա, եթե ես էլ չլինեի, դու այդ տանը երջանիկ չէիր լինելու։ Ու ես արդեն հոգնել եմ այս նույն թեման քննարկելուց։ Չեմ ուզում, որ այս թեմաները քննարկելու արդյունքում ես քո աչքերում թշնամիտ դառնամ։ Դու 3 ամիս ես ճանաչում իրան։ Իսկ ես մի ամբողջ կյանք։ Ծնվածս օրվանից նույն բակում ենք մեծացել։ Կա չէ տարբերություն։ Հայկ, ես Վրամին սիրում եմ։ Հասկանում եմ, որ մեզ արգելված է միասին լինել։ Բայց մեկա սիրում եմ, չընդունելով այդ փաստը ես հասկանում եմ այդ ամեն ինչը։ Բայց դուք էլ ինձ հասկացեք, եթե սիրում ես, աչքիդ ոչ մի բան չի երևում։ Մենք էլ իրար հետ չենք։ Խոսել ենք ու բաժանվել ենք, բայց այդ իմ ներսի ցավը չի մեղմացնում։ Սոնան շատ լավ աղջիկ է։ Բարի է, սիրունիկ է, մեղմ է, քեզ շատ է սիրում։ Գիտես, երբեմն եղել են ժամանակներ, փորձել եմ պատկերացնել, թե ինչ ձև է աղջիկ կլինի քո կողքին։ Վրամ, բայց Սոնան շատ նուրբ է ու շատ է տանջվում։ Ինքը քեզ շատ է սիրում։ Ինքը այս պատմության հետ կապ չուներ։ Ուղղակի այս ամեն ինչի զոհը դարձավ։ Վրամ, Սոնան իսկապես քեզ շատ է սիրում։ Ու հնարավոր է դու էլ ես շատ սիրում, ուղղակի չես ասում ինձ այդ մասին։